Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք հարևան երկիր Իրանում տեղի ունեցող իրադարձություններից, իսկ իմ հյուրը իրանագետ Նվեր Դավթյանն է։ Բարև ձեզ, պարոն Դավթյան, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Սկսենք ամենասկզբից, դեկտեմբերի վերջից հարևան երկրում սկսվեցին ներքին անհանգստություններ, բողոքի ակցիաներ, ինչ ունենք այս պահին նկատի ունեմ հունվարի 16-ի դրությամբ, ինչպիսին է իրավիճակը Իրանում։ Եթե այս պահին փորձենք ներկայացնել իրավիճակը երկրում տիրող կամ նրա շուրջ զարգացումները, ապա վերահսկելիության վիճակում է գտնվում, այսինքն ակտիվ գործողություններ երկրի ներսում տեղի չեն ունենում, իրավապահ ուժերը պետական համակարգի համապատասխան ռեսուրսներով լրացուցիչ եւ քարոզչական դաշտում եւ քաղաքական դաշտում եւ նաեւ իրավական միջազգային տարբեր հարթություններում դրսևորվում են իրենց ինքնապաշտպանական կարողությունները։ Ակտիվ զարգացումներ հանրային խմբերի կողմից չեն արձանագրվել, հատկապես 3 գիշերվա դրությամբ ավելի հանգիստ է եղել վիճակը։ Ի տարբերություն որոշ դրսի լրատվամիջոցների, որոնք ներկայացնում են ամբողջ երկրում ռազմական դրությունը, բոլոր քաղաքների ելումուտը սահմանափակված են եւ այլն, բայց այնուամենայնիվ ունենք տեղեկություններ, որ Թեհրանում այդպես չէ վիճակը, գուցե առանձին հիմնական օջախներ, որոնք ունեն որոշակի ռիսկայնություն, որտեղ հիմնականում վերջին օրերին տեղի են ունեցել զարգացումներ եւ այլն, այդ մասերում վերահսկողությունը ավելի ուժեղ է իրավապահ ուժերի կողմից, ընդ որում եւ ցամաքային մակարդակում եւ նաեւ օդային տարածքում դիտարկումները եւ այս առումով վերահսկելիությունը շարունակում է պահպանվել։ Ինչ վերաբերում է միջազգային հարթության վրա, բոլոր հնարավոր միջոցներով փորձում են ներկայացնել, որ Իրանում տեղի ունեցածը, չգիտեմ, կամ ցեղասպանություն է, կամ ժողովրդի դեմ սեփական խաղաղ ցուցարարների դեմ ինչ-որ գործողություններ են տեղի ունեցել։ Այնինչ մենք տեսնում էինք դեկտեմբերի 28-ին, 29-ին առևտրականների, մի խումբ առևտրականների, քաղաքացիների խաղաղ դժգոհության արտահայտում փողոցներում կամ խանութները փակելու տեսքով կամ փողոցներում երթերի տեսքով, ապա վերջին օրերի զարգացումները կամ դրանց բնույթը, արտահայտման ձևերը, ագրեսիվության չափը, դրանք արդեն խաղաղ բնույթի ցույցերի երևույթի հետ կապ չունեին եւ այլ ուղղության տանող, նաեւ անվտանգային քաղաքական առումով երկիրը այլ ուղղության տանող գործընթացներ էին։ Հիմա այս պահին պետական համակարգը եւ քարոզչական դաշտում եւ միջազգային իրավաքաղաքական տարբեր հարթակներում քայլեր է ձեռնարկում երկրի ներսում տեղի ունեցած իրական գործընթացը միջազգային հանրությանը ծանուցելու, որովհետեւ բավական մեծ նաեւ միջազգային ճնշումներ են գործադրվում երկրի վրա, տարբեր երկրներում Իրանի դեսպանատները հրավիրվում են արտգործնախարարություններ, նրանց տարբեր տեսակի նոտաներ են հղում եւ այլն։ Պետք է նշենք, որ նաեւ Իրանի քաղաքականությունը, այս ինքնապաշտպանական իր բնական պետական բնազդն արտահայտելու գործընթացում աջակցողներ են եղել, այդ խոսքը վերաբերում է Չինաստանին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, թե ինչ բովանդակությամբ դրանց ներկայացուցիչը հանդես եկավ, Ռուսաստանի դաշնությունից են նրանց նույնպես աջակցության հայտարարություններ արել եւ ներկայացել, որ այնինչ տեղի ունենում Իրանում դա խաղաղ ցույցեր չեն, ինչպես որ ներկայացվում է միջազգային հանրությանը կամ մատուցվում է։ Դրանք պարզապես երկրի ներսից հեղաշրջում իրականացնելու միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող երկրի ներքին գործերին միջամտելու բացահայտ դրսևորումներ են եղել։ Ռազմական կոնտինգենտի կուտակում է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, հատկապես Միացյալ Նահանգների ռազմաբազաների գոտում, Իրանի զինված ուժերը նույնպես պաշտպանության բարձր մակարդակի են բերված, ցանկացած պահի կարող է տեղի ունենալ զարգացումներ, որոնք կարող են տարածաշրջանը նոր եւ ավելի բարդ լարվածության իրավիճակի բերել։
Այսինքն մենք կարող ենք հասկանալ, որ նպատակային է եղել այդ ներքին լարվածությունը ինչ-ինչ ուժերի կողմից ստեղծել ներքին լարվածություն արտաքին հարձակում ապահովելու համար, թե դա բավականին պատասխանատու հայտարարություն կլինի այս դեպքում։ Իրականում, եթե մենք փորձենք գնահատել զուտ պատմագիտական կամ հասարակագիտական կամ տնտեսագիտական տեսանկյունից հետևյալ պատկերն էր։ Նույն Իրանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրենք նույնպես խոստովանում էին, որ երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական կամ ֆինանսատնտեսական բավական լուրջ պայմաններում, նույնիսկ ճգնաժամային պայմաններում։ Իսկ այդ ճգնաժամային պայմանների ձևավորման գործընթացում բացի այն, որ երկրի վարչաքաղաքական ապարատի որոշ գործառույթներ կամ դրանք իրականացնող պաշտոնյաներ առանձին դեպքերում եղել են թերացումներ, չարաշահումներ եւ այլն, այդ իրավիճակի ձևավորման, հասունացման, բարդացման գործընթացում իր բավական մեծ ազդեցություն է ունեցել նաեւ միջազգային պատժամիջոցների գործոնը, որի մեջ ամենամեծ դերակատարություն է ունեցել Միացյալ Նահանգները։ Այս բոլորը հանգեցրել են երկրի ներսում ֆինանսատնտեսական այդ ճգնաժամային վիճակի ձևավորման ու հասունացման։ Առանձին դեպքերում երկրի ներսում նկատվել են նաև գործընթացներ, որոնք տարօրինակորեն չպետք է լինեին, ինչպես օրինակ գների թանկացմանը նպաստող մի շարք ապրանքատեսակների թաքցնելու, պահեստներում թաքցնելու դեպքեր, շուրջ խոսքը վերաբերում է 7-ից 10,000 տոննա տարբեր կարևոր պարենային անհրաժեշտության մթերքների, առանձին դեպքերում արտարժույթի նման իրավիճակ ձևավորելու համար մի շարք պաշտոնյաների կամ գուցե ոլորտային պաշտոնյաների տնտեսական ոլորտի տնտեսվարողների կողմից երկրից պետական կենտրոնական բանկից պետական կուրսով դոլար են ձեռք բերել, ապրանք են ներմուծել, բայց այնուամենայնիվ կամ այդ ապրանքը տեղ չի հասել կամ որոշ տնտեսվարողներ, միջնորդ բրոկեր տնտեսվարողներ արտաքին առևտրային գործարքները իրականացել են, բայց այդ առևտրից գոյացած կամ ստացված արտարժույթը երկրից չի ներմուծվել։ Խոսքը այստեղ վերաբերում է միլիարդավոր դոլարների, շուրջ 30 միլիարդից ավել դոլարի մասին, որը հետ չի վերադարձել պետական գանձարան։ Որ մտածենք պետությունը դրանք հաղթահարելու ոչինչ չի արել, դա էլ անկեղծ չի լինի, քանի որ մի քանի ամիս առաջ ընդամենը էկոնոմիկայի նախարար փոխեցին, դեկտեմբերի նույն 31-ին այդ զարգացումների ֆոնին կենտրոնական բանկի նոր կառավարիչ տնօրեն նշանակվեց, միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով, դրանց ազդեցությունը թուլացնելու նպատակով այդ երկիրը ակտիվ քաղաքականություն էր վերջին շրջանում վարում տարբեր միջազգային կառույցների եւ նրանց անդամ երկրների գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ խոսքը վերաբերում է Շանհային, BRICS-ին կամ ԵԱՏՄ-ին կամ հատուկ արտաքին քաղաքական կուրս է մշակված եւ իրականացվում այսպիսի ձևակերպման հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման։ Սրանք բոլորը երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից միտված են նվազեցնելու միջազգային պատժամիջոցների կամ տնտեսական բլոկադայի այդ ազդեցությունը։ Փաստացի Իրանին իհարկե արտաքին քաղաքականության մեջ տեղավորում են դա տեղավորում է նոր աշխարհաքաղաքական բլոկի մեջ, այսպես կոչված արևելյան բլոկի մեջ, ինչն էլ բնականաբար լարվածությունը կարող է մեծացնել արևմուտքի հետ։ Իր ազդեցությունն է, կարծում եմ, իր հստակ դրսևորումն է հանդես բերում նաև արտաքին քաղաքականության մեջ արևմտյան բլոկի երկրներ, որքան էլ ասում ենք սառը պատերազմ չկա, վաղուց չկա, բայց իրականում մենք դրա դրսևորումների ականատեսն ենք լինում, ապա այսինչ բլոկավորումների գործընթացը տեղի ունեն։ Այո, նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է սա, եւ Իրանը այսպիսի պայմաններում միջազգային մեկուսացման պայմաններում փորձում է իր ինքնապաշտպանական արտաքին քաղաքականության մեջ, արտաքին տնտեսական ռազմավարության մեջ տեղավորվել այն դաշտում, որը կարող է ապահովել իր սեփական շահերը։ Իրանը իր ռազմավարական
դիրքով, իր կարողություններով, բնական ռեսուրսներով էներգետիկ կլինի կամ հանքարդյունաբերական կամ արդյունաբերական հենց բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում ենթակառուցվածքային հնարավորություններով, նաև աշխարհագրական դիրքով կարևոր հետաքրքրություն է ներկայացնում եւ Չինաստանի համար եւ Ռուսաստանի համար, ինչը վաղուց դարերով ցանկալի իրողություն չի եղել շատ արևմտյան երկրների։ Իհարկե ես այստեղ կուզեի առիթ չի եղել այդ մասին խոսել, ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա։ Իրանի իսլամական հեղափոխության իրականացման ժամանակ եւ դրանից հետո երկար ժամանակ հեղափոխության առաջնորդի կողմից առաջ էր մղվում կամ տարվում էր այս կոնցեպտը, հայեցակարգը ոչ արևելք, ոչ արևմուտք։ Սա նպատակ ուներ եւ արևմտյան եւ արևելյան բլոկի երկրներին սառնապատերազմի անդամ ներկայացնել, որ Իրանը ոչ մեկի կողմից չի։ Այս պայմաններում ինչ որ չափ Իրանը այդքան մեծ լուրջ կարևորություն կամ վտանգ չէր ներկայացնում ոչ մեկի կողմը անցնելով։ Բայց այս վերջին շրջանում Իրանը սկսեց ակտիվացնել իր հարաբերությունները։ Իհարկե միջազգային պատժամիջոցների եւ միջազգային մեկուսացման պատճառներով ինչ որ առումով պայմանավորված սկսեց իր հարաբերությունները ակտիվացնել արևելյան արդեն դեպի ճամբարի Չինաստանի հետ, Հյուսիսային Կորեայի հետ, Ռուսաստանի հետ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ, խորացնել եւ զարգացնել իր հարաբերությունները։ Եվ այս առումով կարծում եմ ինչ որ չափ իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, աշխարհագրական դիրքը, բնական հնարավորությունները, ռեսուրսները, էներգետիկ կարողությունները եւ արտաքին քաղաքական կողմնորոշումը որոշակի վտանգ են դիտարկում որոշ երկրներ եւ այդ պատճառով ցանկանում են արտաքին միջամտությամբ փոխել Իրանում այն, ինչ հնարավոր է, ընդհանուր նաև իշխանապետության տեսքով։ Հաստատի այս պահին տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները Իրանի հետ ունեն շատ նորմալ, շատ լավ հարաբերություններ, ուցե բացառությամբ, միայն բացառությամբ Իսրայել։ Երեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այնպիսի ձևակերպում, ինչպեսին որ հնչեցվում էին, որ այսօր տարածաշրջանի գերտերությունները, որոնք երբեմնի համաշխարհային մակարդակով ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ տարբեր արժեքների տարածման կամ ջատագովն են եղել կամ դրանց հովանավորն են եղել, գործում են վայրի օրենքներ։ Սա Չինաստանի ներկայացուցիչի հայտարարությունն է, ներկայացնում դուք էլ կարող եք ծանոթանալ ինչ է ասվել այդ։ Այսինքն սա հայաստականորեն իրավիճակ ավելի է բարդացնում, կարելի ասել։ Լարվածությունը մեծացնում է փոխարենը մեղմացնելու, կարելի է այդպես ասել։ Այո, կարծում եմ այս համաշխարհային ուժային բևեռների ձևավորման գործընթացում միշտ ինչպես որ եղել է Իրանի շուրջ, նրա նկատմամբ այդ բոլոր երկրներն էլ ժամանակին գաղութային, առաջին համաշխարհայինի ժամանակ նույնպես նրա շուրջ այդ լարվածությունը եղել է, երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնպես թեկուզ եւ իրենք հայտարարում են իրենց չեզոքության մասին, բայց այնուամենայնիվ ուժային տարբեր կենտրոններ ձգտում էին Իրանին տեղափոխել իրենց դաշտ, հաշվի առնելով նրա կարողություններն ու հնարավորությունները։ Հիմա կարծում եմ այս գործոնը նույնպես չափազանց շատ կարևոր իր տեղն ու ազդեցությունը ունի այս գործընթացի վրա։ Միջազգային մամուլում տարբեր թվեր են իհարկե հրապարակվում, առհասարակ մամուլում տարբեր թվեր են հրապարակվում այն վնասների շուրջ, եթե վերադառնանք մեր օրեր Իրանի, որոնք որ այս օրերին եղան, խոսքը 2500-2700-ից ավելի զոհերի մասին է, միշտ ենթակառուցվածքների վնասների եւ այլնի։ Պաշտոնական տեղեկատվություն կա, առհասարակ իսկապես դրանք ինչ ծավալի են հասել այդ բողոքի ցույցերի հետևանքով, այս պահի դրությամբ հունվարի 16-ի դրությամբ, ինչքան մարդ է զոհվել, ինչքան տարածքի է վնաս հասցվել եւ այլն, եւ երեք նաեւ պաշտպանության նախարարը այնտեղի հայտարարեց, որ իրենք ունեն ստույգ տեղեկություն, որ գումար է վճարվել այդ բողոքի ակցիայի մասնակիցներին, ինչ-ինչ վայրագություններ անելու համար։ Եվ արդյոք էլի կարող ենք ասել, որ ամերիկյան եւ իսրայելական այսպես ուժերի մատն է խառը այդ գումարների բաշխման գործում։ Դրանց վերաբերյալ տեղեկություններին ես առնվազն ծանոթացել եմ տարբեր ինքնախոստովանական ցուցմունքների վերաբերյալ
հաղորդումներից նրանց խոսելուց եւ այլն, թե ինչ մեխանիզմներով, որին ինչ հանձնարարություն են տվել, այն մեկին ընդամենը հանձնարարեն դուրս կգաս եւ ոստիկանի հետ ինչ-որ սադրանք իրականացնել։ Բայց բոլորը իրանցիներ էին, թե դրսից եկած ուժերել են միջամտել այդ իրանցիներ են։ Չնայած մի քանի անձինք դեպքեր եղան, բացահայտված դեպքեր, որ օտարերկրագործիչ են եղել այդ ժամանակ Իրանում գտնվող, գուցե ինչ-որ պատրվակով, գուցե լրագրողի կամ այլ կարգավիճակով, առևտրականի կարգավիճակով, չէր հրապարակված դրանց մասին մանրամասներ, բայց մեծ մասը, գերակշիռ մասը ակտիվիստների ամբողջ զանգվածը հենց Իրանի ներսի քաղաքացիներ, նրանց մեջ կան 15-16 տարեկաններ, գուցե չեն աշխատում, ինչ-որ գումարով ոգևորված, խոսքը վերաբերում է այնպիսի դեպքերի, որ 5 միլիոն թուման խոստանալով նրանց ինչ-որ դրթել են ինչ-որ գործողություն իրականացնել, ամբողջներին գգռելով, դրթելով նրանց, որ ինչ-որ վարչական շենք գրավեն, հանրությանը ցույց տան, որ այս նահանգի, այս քաղաքի, այս վարչական շինությունը այլևս գտնվում է իրենց վերահսկողության տակ եւ երկրի մնացած ազգաբնակչության գիտակցության մեջ քաղաքական միջոցով տարածել տրամադրություններ, որ երկրի իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը եւ անկում է ապրում եւ նա կործանվում է։ Թեհրանի դեպքերի հետ կապված օրինակ այդ ագրեսիվությունը տարօրինակ էր։ Ինչու պետք է այդպիսի ագրեսիվ գործիքներով արտահայտվեր, ագրեսիվ դրսևորումներ լիներ։ Ընդհուպ գլխատումների դեպքեր, դանակահարությունների բազմաթիվ դեպքեր, ենթադրվում է, որ կան տեղեկություններ, որ այդ ագրեսիվ վարքի համար ակտիվիստներին տրվել են թմրանյութեր, դրանց ազդեցության տակ են եղել նաև։ Մենք կարող ենք այդպես ասել, որ այդ ագրեսիվությունը նաև նպատակային էր այն առումով, որ ծավալները մեծացնեն այդ շարժման։ Գուցե այդ իր ճչան դարձնելու, հնչեղությունը մեծացնելու, հանրային ուշադրություն գրավելու համար։ Հունվարի 8-ին, 9-ին, 10-ին եղել են մարդիկ տարբեր այլ նպատակներով, որոնք գնացել են այնտեղ, այնպես չի, որ Իրանը, Թեհրանը ամբողջովին բնակչությունը դուրս է եկել այդ օրերին քաղաք, փողոցներ եւ իր դժգոհության ձայնը բարձրացրել։ Տարբեր խանութներ են բաց եղել, տարբեր ժամանակահատվածներում ամսի 12-ից հետո ավելի բաց եւ հանգիստ վիճակ է եղել։ Ցերեկվա ժամերին ակտիվությունը թույլ է եղել, երեկոյան ժամերին է սա մեր ուշադրության կենտրոնում եղել, քանի որ ինչու պետք է հենց երեկոյան ժամերին լիներ, հասկանալի է, որ բացահայտումներից խուսափեն այդ ագրեսիվ տարրերը եւ մյուս կողմից ենթադրում են, որ դրսից կառավարվող իրենց ճակերտավոր առաջնորդի մասին է խոսքը, գուցե նեղվել է, որ ինքը գիշերը չքնի, Թեհրանում ցերեկ լինի, որպեսզի ինքը ցերեկը կարողանա կազմակերպի այդ ամենը։ Դեռևս հստակ վերջին հրապարակում առանձին դեպքերի մասին ամբողջական թվերը դեռևս պաշտոնապես հրապարակված չեն։ Մի քանի 100 կարող է լինել, որովհետև հերձարանների, հիվանդանոցների այդ կադրերը, որոնք հրապարակվել են մեր, այնտեղ յուրաքանչյուր փուլի ժամանակ կադրերով մոտավորապես 40-50 դիակների կադրեր են եղել, ցելինեն, բայց կարծում եմ սրանք հիմնականում Թեհրանում են, այլ նահանգներից դեռևս հստակ տեղեկություններ չունենք։ Մենք տեղեկություն չունենք, թե նրանց մի մասը եղել են ոստիկանական, շարքային քաղաքացիներ, որովհետև մարդիկ կան դժգոհում են կամ ողբում են, որ իրենց հարազատ այդ ժամին խանութում է եղել, խանութից դուրս գալու ժամանակ չի վերադարձել, սպանվել։ Այդ ամբողջ սպանությունների իրականացման ուժը արդյոք միայն պետությունն է եղել, թե նաև իրենք են իրենց նկատմամբ կազմակերպված ձևով արել, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացնեն Իրանի կամ Իրանի իրավապահ մարմիններին, որպեսզի որ այսպիսի դաժանությամբ է արձագանքել դրան, պատասխանել դրանց։ Մենք կարող ենք ասել, որ այնուամենայնիվ իրանական կառավարությունը կարողացավ ուժեղ գտնվել եւ
մարել այդ ամեն ինչը, ճիշտ է, դեռ շարունակում են, դուք նշեցիք, որ դեռևս ռազմական առումով շարունակում է այսպես խնդրահարույց մնալ, պայթյունավտանգ մնալ իրավիճակը, բայց մեծ իմաստով այն բուռն իրադարձությունները, որոնք որ տեղի են ունենում ներքաղաքական, կարելի ասել որոշակիորեն արդեն մարել են։ Սա ճիշտ քաղաքականության արդյունք էր, թե այդ արտաքին միջամտող ուժերի հետ համաձայնության եկան կառավարական ուժերը, այսպես ճակերտավոր ասած, իհարկե համաձայնության եկան։ Մինչև հունվարի 8-ը արդեն տարբեր նահանգներում հայտնաբերված բացահայտված դեպքերից սխեմաները արդեն պարզ էին, թե ինչ ձևով են աշխատում, ինչ կենտրոններից են եղել եւ այլն։ Այդ սխեմաների բացահայտումը բավականին օգնեց իրավապահ ուժերին, որպեսզի կարողանային հասկանալ գործողությունների էությունն ու իրական նպատակները։ Մեկը սա է, մյուսը շատ լավ հասկանում էին, որ նրանք հրահրվում եւ կազմակերպված գործողությունները իրականացվում, կազմակերպվում են դրսից այլ համակարգերի միջոցով։ Այսինքն գործիչները երկրի ներսում են, բայց կազմակերպչական գործընթացը իրականացվում, կազմակերպվում է դրսից։ Իսկ դրսի այդ հաղորդակցությունը իրականացվում է ինտերնետ համակարգի միջոցով, այսինքն համացանցի միջոցով։ Նրանք մի քանի օր փակելով համացանցը կտրեցին այդ ինֆորմացիոն կազմակերպչական եւ այլ հնարավորություններից։ Եվ սկսվեց եւ ցամաքային եւ օդային անօթաչու թռչող սարքերի միջոցով այս դիտարկումները վերահսկողությունը, թե որը որ տանից դուրս եկավ, որ փողոցից դուրս եկավ, հասավ այս կենտրոն եւ այդ կենտրոնում ինչ գործողություններ իրականացվեցին, բացահայտվել են բազմաթիվ խմբային օջախներ, ագրեսիվ գործողություններ իրականացրած անձանց եւ այլն, նրանց գտնվելու վայրերից սպառազինության հսկայական միջոցներ են բացահայտվել, ձեռք բերվել, թմրանյութեր, տարբեր միջոցներ, այն ինչը որ կիրառվել եւ օգտագործվել է փողոցում։ Մյուս կողմից կարծում եմ իշխանությունների ինչ-որ առումով զգոնություններ, որ հասկացան իրականում խնդիրը որտեղից է, ոչ թե իրական, այլ սոցիալ-տնտեսական խնդիրն է, այլ կազմակերպված ինչ-որ գործողություն է նրանց դեմ։ Եվ ինչ-որ եւ կանխարգելիչ եւ ընթացիկ գործողություններ հիմա էլ շարունակում են մնացած process։ Օրինակ, տարբեր թվեր միջեցքում ձերբակալվածների վերաբերյալ նրանց մի մասը քարոզչական ազդեցության տակ դուրս եկել փողոց մասնակցել են ընդամենը քայլերթի, մի մասը ակտիվիստներ են եղել, որոնք կոնկրետ գործողություններ են իրականացրել, մի մասը ինչ-որ վահանակներ են կամ բաներ են վանկարկումներ են արել, ինչ-որ վահանակներ են ձեռքներին պահել, գրված շահը վերադառնում է կամ մահ է ինչին, մահ են մյուսին եւ այլն, ամեն մեկը ինչ-որ բան իրականացրել է։ Հիմա իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, բացի լավ կազմակերպչական օջախը գիտեն արդեն որտեղից է, փորձում են հասկանալ, որը ինչ մասնակցության չափ է ունեցել, որպեսզի նրանց նկատմամբ դատաիրավական որոշումները ունենան որոշակի օբյեկտիվություն։ Եթե նրանք, որոնք կազմակերպչական գործընթացի մեջ են եղել, կատարել են գործակալական ինչ-որ ծառայություններ օտար երկրների ծառայությունների համար, նրանց նկատմամբ կարծում եմ դավաճանության հոդվածը այնուամենայնիվ կաշխատի։ Բայց նրանք, ովքեր քարոզչության զոհ են դարձել եւ դուրս են եկել փողոց, նույնիսկ հավատացել են, որ սա սոցիալական շարժում է եւ նպատակ ունի սոցիալական խնդիրներ, ապա կարծում եմ նրանց նկատմամբ այլ միջոցներ կկիրառվեն։ Այստեղ նույնպես իշխանությունների օբյեկտիվությունը, միջազգային հեղինակությունը, իրավական մակարդակում, միջազգային իրավունքի մակարդակում պահպանելը, պաշտպանելը նույնպես կարծում եմ երկրի իշխանությունների համար կարևոր է եւ չեմ կարծում, որ գնան այնպիսի կոշտ միջոցների, ոչ համաչափ միջոցների, որը կարող է վնասել երկրի իմիջին, հեղինակության։ Փաստ է, որ մենք գործ ունենք այնուամենայնիվ արևելյան հասարակության հետ, արևելյան պետության հետ, արևելյան հասարակությունների բնորոշ հատկանիշներից է բուռն ոգևորված գործողություններով հանդես գալը։ Միշտ ավելի շատ սևի եւ սպիտակի մեջ տեսնելու։ Սա արևելյան հասարակությունների բնորոշ դրսևորում է։ Կամ ոչինչ չեն անում, կամ անում են շատ ոգևորված։ Իշխանություններն էլ բնականաբար, եթե դուրս տրամադրված են կառավարելու այդ ռիսկերը, վերացնելու այդ ռիսկերը, բնականաբար դրան համահունչ կգործեն։
Եթե շարունակվեր այս ամեն ինչը, ես գանք դեպի մեր տարածաշրջան, իհարկե հակիրճ փորձենք հասկանալ, եթե Աստված չաներ, այսպես ասած, չկարողանային այդ հնարավորինս խուսափել շատ ավելի մեծ բախումներից եւ իրավիճակը ներքին անկայունությունը պահպանվեր, սա որքանով մեր երկրի վրա ազդեցություն կունենար եւ հիմնականում ինչ բնույթի ազդեցություն կունենար։ Ես երկու մակարդակում փորձեմ դա երկու խմբերի մեջ փորձեմ առանձնացնել, մեկը տնտեսական, մյուսը քաղաքական եւ անվտանգային։ Տնտեսական մասով ազդեցությունը հիմա էլ արդեն կա։ Սկսած դեկտեմբերի կեսերից, նույնիսկ երբ դեռ ակտիվությունները չէին նկատվում, այս դեպքերը չէին տեղի ունեցել, իրանցի մի շարք գործարարներ, այսինքն արտադրողներ, որոնք մեր հայ գործարարների հետ տարբեր գործարքներով արտադրական շփումների մեջ էին, արդեն խուսափում էին գործարքներից, որովհետեւ բարբերաբար արտարժույթի եւ տեղական արժույթի անկումը նրանց հնարավորություն չէր տալիս կայուն գին որոշել առևտրային գործարքի համար եւ մեր շատ գործարարներ դժգոհում էին եւ մի շարք գործարքներ տեղի չէին ունենում հենց այդ նույն պատճառով գին էին ուզում նրանք չէին կարողանում գին տրամադրել այսինքն այսօր դոլարը մի կուրս էր վաղը մի կուրս էր ստացվում եւ չէին կարողանում այդ առևտրային գործարքները իրականացնել Մյուսը, որը ունենում է նաև իր, այսօր էլ ունի իր ացանցիալ, այսպես ասած, հետևանքները, մեզ պետք է կայուն Իրան, իր տնտեսական հնարավորություններով, իր կենտրակառուցվածքային հնարավորություններով խաղաղ Իրան, որպեսզի կարողանանք այդ երկրի հետ մեր հարաբերությունները, ձևավորված հարաբերությունները զարգացնել։ Ոչ մի երկրում անկայուն պայմաններում չես կարող նրա հետ աշխատել։ Նաև անվտանգային առումով, ենթակառուցվածքային առումով։ Ես հիմա չգիտեմ, հեղուկգազի գինը, որ այսօր դարձել է 260 դրամ, բարձրացել է գուցե ինչ-որ չափով պայմանավորված է այդ երկրում տեղ ունեցող զարգացումը, որովհետև հեղուկգազի որոշ խմբաքանակ ներմուծվում էր Իրանից, կամ Իրաքի գազեր, կամ Իրանի գազեր։ Գուցե այդ գործոններով է պայմանավորված։ Մյուսը ինքը դուք էլ կարծում եմ շատ լավ գիտեք, որ Նորդուզի հատվածը մեղրի սահմանակից, արգարակի սահմանակից վերջին տարիների դարձել էր մեզ համար դեռ երբեմնի 90-ական թվականների Բագրատաշենի այսպես կոչված առևտրային նշանակություն էր ապահովում մեզ համար։ Հիմա սա նույնպես իր ազդեցությունը թողնում է այդ անկայուն վիճակը, ինչ արժույթով պետք է գործարքները իրականացվեն, ինչ գներով անկայուն վիճակ, տնտեսական առումով Հիմա դառնանք քաղաքական բլոկին, անկայունությունը, անվտանգային ռիսկերը, դուք նաև եթե, շեշտում եմ եթե այս բառը պետք է շատ կարևոր է մնա, քաղաքական փոփոխությունները, կառավարման վարչակարգական փոփոխությունները, իրենք ունակ են ստեղծելու անկախատեսելի իրավիճակ այդ երկրում Այն որ քարոզվում է, որ ազատություն, չգիտեմ ինչ եւ այլն, դրանք եթերային, այսպես կոչված ձևակերպումներ են, մենք իրականում չգիտենք այդ ազատություն կոչվածը, ինչպես կմարսի իրանական հասարակություն, որի մի ստվար մասը դեռևս ապրում է ավանդական, կրոնական աշխարհայացքով, մի մասը ապրում է աշխարհայացքով, ինչպես է նրանց հարաբերությունները լինելու, նույն պետության մեջ Անկայուն վիճակը կարող է ընդհանուր նաև Իրանին տանել մասնատում։ Ես գիտենք Իսրայելի Մեծավոր Արևելյան նախագծերից մեկն այն է, որ տարածաշրջանում խոշոր պետություններ չպետք է լինեն։ Այո։ Ահա, իսկ դա տարածաշրջանի խոշոր երկրներից մնացել են Մեծավոր Արևելքի այս ռեգիոնում, դրանությամբ Իրանը եւ Թուրքիան։ Եվ մյուսը մի տարօրինակ բան ես նկատեցի Լինսի Գրեմի հետ հանդիպման ժամանակ Ռեզա Փահլավին, որը դիտարկում էր այսպես կոչված անդիմության առաջնորդ, ճակերտավոր առաջնորդ, հանդիպման ժամանակ գլխարկներ էին սեղանին դրված, որի վրա գրված էր դարձնենք Իրանը կրկին մեծ։ Հասկանում եք սրա մեջ ինչ զգայուն տարր կա, բաղադրիչ կա։ Նախ Իրանի ժողովուրդը ինքը կայսերական մտածողություն ունեցող ժողովուրդ, փորձում են նրա մեջ արտնասնել այսպես կոչված կայսերական զգացողություններ,
խոստումներ, որպեսզի ոտքի կանգնի, հիշելով ինչ-որ պատմական անցյալում ունեցած կարգավիճակ եւ այլն, ինչը շատ վտանգավոր է։ Դարձնել Իրանը կրկին մեծ ինչ-որ ժամանակ մեր ռեգիոնը նույնպես Իրանի տիրապետության տակ է եղել։ Այսինքն ստացվում է սա սպառնալիք է փաստացի ենթադրում։ Իրանի Իսլամական Հանրապետության պարագայում մենք գործ ունենք կայուն կանխատեսելի երկրի հետ։ Մեզ հետ եւ ժողովրդական մակարդակում եւ պետական մակարդակում շատ լավ հարաբերություններ ունեցող երկրի հետ։ Իսկ մյուս դեպքում մենք ունենք անկանխատեսելի վիճակ։ Մանավանդ, երբ որ իրավիճակը հիմա տարածաշրջանում այնքան էլ հանդարտ չէ եւ այդ անկանխատեսելիությունը բնականաբար կարող է ավելի լուրջ ցնցումներ առաջացնել։ Այո, այստեղ շատ կարևոր է նաեւ հասկանալ ժողովուրդը ինչպես դա կմարսի։ Արդյոք ժողովուրդի այդ ազատությունը նույնպես կարողանա չափավոր կերպով մարսել, որպեսզի քաոս չդառնա, այդ ազատություն կոչված է քաոսի չվերածվի։ Եթե ամփոփել ունենք այս պահին մենք կարող ենք ասել, որ Իրանում կան քաղաքական գործիչներ, որոնք որ իզորու են հեղափոխություն անել եւ փոխել այս իշխանություններին։ Դուք արդեն խոսեցիք Շահի որդու մասին, որ այդքան էլ մեծ հեղինակություն չունի այդ երկրում, բայց բացի նրանից կան էլի քաղաքական գործիչներ, որոնք որ կարծեք ակտիվություն են դրսևորել այս օրերին եւ փորձել են առաջնորդի դեր ստանձնել։ Եվ արդյոք, եթե չկան էլ այս պահին, նշмарվում են այդպիսի անձինք, որոնք որ կփորձեն հետագայում կրկին իրավիճակը ապակայունացնել։ Տեսեք, եթե երեք բլոկների մեջ խմբերի մեջ փորձենք հասկանալ։ Եթե խոսքը վերաբերում է Ռեզա Փահլավիին, նախ նշեմ, որ առանց արտաքին միջամտության երկրի ներսում չկա, չի նշмарվում որևէ ուժ, որը կարող է ինչ-որ հեղաշրջում անել կամ ինչ-որ իշխանափոխություն իրականացնել։ Դա իրարդ խոսքը վերաբերում է հիմա դառնանք արտաքին միջամտությամբ ինչ-որ բանի, որը կարող է իր ազդեցությամբ ինչ-որ բան ունենալ, իրավիճակ փոխել։ Իսկ արտաքին դաշտում արկա հնարավորությունները բացի օտար երկրներից, որոնք եւ ռազմական եւ տնտեսական, ֆինանսական մեծ բաժշկային աջակցություն են ցուցաբերում, ինչ ունի իրանական սփյուռքը դրսում, այսինքն մտավորականություն, քաղաքական ռեսուրսներ, կազմակերպչական ռեսուրսներ եւ այլն։ Իրանական սփյուռքը տարբեր հաշվարկներով 10 միլիոնից ավելի, որի 4-5 միլիոն մինչև 18-19 թվականներ, կարծում եմ հիմա ավելի է շատացել, ստվարացել, բայց մի մասը լեգալ չեն գտնվում։ Կազմակերպված չի։ Իրանական սփյուռքը երկար ժամանակ Ռեզա Փահլավին որպես վտարանդի այսպես կոչված քաղաքական երբեմնի արքայազն ճակերտավոր արքայազն որևէ լուրջ հաջող քայլ չի կարողացել իրականացնել իրանական սփյուռքին համախմբելու տեսանկյունից նույնիսկ ազգապահպանման, ինքնապահպանման, մշակութային ինքնության պահպանման համատեքստում եւ այս զարգացումների ընթացքում էլ նա չի դրսևորել իր բացառիկ համազգային, համաժողովրդական առաջնորդին հատուկ եւ անհրաժեշտ պահանջված հատկանիշները։ Ինչի մասին Միացյալ Նահանգների նախագահը նույնպես խոստովանեց իր հայտարարության մեջ, նշելով, որ նա լավ տղա է, բայց դժվար թե կարողանա Իրանի ներսում ինչ-որ կազմակերպչական կամ հաջող բաներ անել։ Սա արդեն ցույց է տալիս նրա երկրից դուրս հմտություններն ու կարողությունը։ Մյուսը կարևոր, այսպես կոչված, ինչ-որ առումով մեծ հեղինակություն վայելող կառույց է Մոջահեդին Խալղ կազմակերպությունը եւ նրա ռեսուրսները։ Հիմնականում նրանք գործում են եվրոպական երկրներում։ Այս ակտիվությունների շրջանում նրանք հիմնականում մեծ աշխատանք են տարել հրապարակելու միջազգային հարության լսարանին հասցնելու Իրանում տեղի ունեցող զարգացումները իհարկե յուրովի։ Նրա առաջնորդն է Մարիամ Ռաջաբը, քաղաքական գործիչ, իհարկե քաղաքական բլոկի այդ կազմակերպությունը ունի իր քաղաքական բլոկը եւ ռազմական բլոկը։ Քաղաքական բլոկի առաջնորդն է Մարիամ Ռաջաբին, հայտնի քաղաքական գործիչ, վտարանդի քաղաքական գործիչ, որին բավական
տեղ է հատկացվում եվրոպական տարբեր կազմակերպությունների, արևմտյան տարբեր կազմակերպությունների լսարանները։ Իրանական հասարակությունը այնպիսի վիճակում է այս երկար տարիների պայմաններում, որ ինչ որ առումով չի էլ վստահում հասարակության իսկապես կան շերտեր, որ չեն վստահում արտաքին ուժերի ազդեցության միջամտությամբ ինչ որ իշխանապողության։ Շատ պրիմիտիվ մի օրինակ ես բերեմ, սա վերաբերում է Ռեզա Փահլավի պատերազմի ժամանակ մի առաջնորդ, իտեմս նրան, առաջնորդ հանդիսվող որպես գործիչ, եթե նա Իսրայելին կոչ էր անում, թե Իրանի որ թիրախներին հարվածի, իր հայրենակիցները երկրում ինչպես նրան պետք է հարգեն, ինչպես նրան կարող են, հասկանում եք, կամ նույնիսկ այս զարգացումների հունվարի 8-9-ի դեպքերի ժամանակ, այս դեպքերի ժամանակ մարդիկ անատոմիկներում, հիվանդանոցներում, կալանավայրերում իրենց հարազատներին են փնտրում, նա կոչ է անում, որ դուրս եկեք փողոց վարչական շինություններ գրավել։ Նա այնքան է օտարված, կտրված, որ չի հասկանում, որ հասարակությունը, իր ժողովուրդը, եթե հարազատ է կորցրել, 3 օր նրան ոչինչ չես կարող ասել, 7 օր նրան ոչինչ չես կարող ասել։ Նա սքի մեջ է։ Միջազգային լրատվամիջոցներից լրագրողներից մեկը հարց տվեց նրան, արդյոք կրում եք պատասխանատվություն այս զոհվածների եւ այլի հետ կապված, նա տարօրինակ կերպով պատասխանում է, որ սա պատերազմ է եւ պատերազմը զոհեր է։ Այսինքն, ինչ էր, այդ երիտասարդությունը նրա համար միջոց էր իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Մի խոսքով չկա այս պահին անձ, որը կարող է այս ժամանակ կրկնվող ցույցերը իրենց ցանկալի ավարտին հասցնել, իրենց համար ցանկալի ավարտին հասցնել։ Այս պահին դուք չեք դիտարկում նման կերպարներ։ Չի նկատվել, չի դրսևորվել։ Ավելի ռեալ հնարավորություն է, որպեսզի երկիրը ինչ-որ բարեփոխումներ իրականացնի։ Սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման, վարչաիրավական ոլորտում, որպեսզի տեղիք չտա, տեղ չմնա ինչ-որ զարգացումների, մեզ համար չափազանց կարևոր է Իրանի համար մեկ կայունությունը եւ իր բոլոր առումներով անվտանգային կլինի, տնտեսական կլինի, քաղաքական կլինի։ Ի վերջո հարևան բարեկամ ժողովուրդը ինչ որ առումներով մենք էլ ենք որոշ հատկանիշներով նման իրենց, կարծում եմ մեր հասարակությունը որոշակի փորձ նաև պետք է յուրացնի իր հասարակական քաղաքական կառավարման պատմության համար նաև այս երկու տեղի ունեցող իրադարձությունների մեզ պետք է կայուն Իրան, անվտանգ Իրան եւ խաղաղ Իրան։ Շնորհակալ եմ շատ պարոն Դավթյան մեր հրավերն ընդունելու համար։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք Իրանում տեղի ունեցող զարգացումներից, իսկ իմ հյուրը իրանագետ Նվեր Դավթյանն էր, հաջողություն։